Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Դատարանն այս ժամերին քննում է բարերար եւ գործարար ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը։ Բաքում հավաքված են բարերարի աջակիցները եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը 1 ամսով երկարաձգվի։ Լրագրողները Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին, արդյոք առաջարկ եղել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինել ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարը եւ դառնալ վարչապետի թեկնածու, ինչին նա պատասխանեց ոչ։ Կարեն Կարապետյանը հայտարարեց աջակցում է Սամվել Կարապետյանին եւ հավատում ընդդիմության հաղթանակին։ Նախկին վարչապետը միևնույն ժամանակ լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց։ Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ, խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, 1 օր հարցազրույց կտամ։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն այսօր ավելի վաղ ակցիա իրականացրին կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանից պահանջում էին վերջ տալ անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանի Հանրապետությանը, այս կարգախոսներով են նրանք եկել կառավարության շենքի մոտ։ Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հրապարակային աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն։ Որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինքը կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է, ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագրով մեր քաղաքացիների բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար, այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար։ Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորում է այս տրամաբանության մեջ խաղաղության կուսակցություն, որը ասում է մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, եւ պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, նշել են նա։ Ըստ Փաշինյանի խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է, իսկ ինքն առաջնորդում է այդ շարժումը։ Երբ որ մենք ասում ենք Արցախի հանրապետություն, Արցախյան հիմնախնդիր, մենք պետք է հասկանանք, որ խոսքն ունի արժեք, հետևանք չկա որևէ տարբերակ, երբ որ այդ արտահայտությունները հնչում են, լինի դա եկեղեցում, լինի գիտական տրամաբանությամբ, հանրային տրամաբանությամբ, որ ինքը ինչ-որ մի պահի չբերի կոնֆլիկտի, պնդել է նա, ապա հավելել, որ վեհափառը եւ նախկին նախագահները տեղավորվում են պատերազմի կուսակցության տրամաբանության տակ։ Նիկոլ Փաշինյանի նախկին կողակից Աննա Հակոբյանը վերջին 6 օրվա ընթացքում մասնակցել է 3 բազմամարդ միջոցառման, այս մասին ասված է Իմ քայլի հիմնադրամի հաղորդագրության մեջ։ Մարտի 8-ին նա ներկա է գտնվել Դվին Music Hall-ում կայացած Լյուբով Ուսպեսկայա համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն եւ Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի 12-ին կրթվել է նորաձև շարժման հերթական բանախոսությանը Մատենադարանում, որի հյուրն էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ եւ ներդրումային խորհրդատու Մարկ Չենյանը, ասվում է հաղորդագրության մեջ։ Հաջորդ թիվ հիմնադրամը լրատվամիջոցներին մեղադրել այս ամենը մանիպուլացնելու, կեղծիք ու բամբասանք տարածելու մեջ։ Հիմնադրամից նշել են, որ այս պատկերը խորը հիասթափություն եւ տրտմություն է առաջացնում, ինչպես նաեւ հարկ են համարել լրագրողներին հիշեցնել, թե որն է լրագրողի մասնագիտական կոչումն ու առաքելությունը եւ փորձել կրել դրանք։ Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն Իմ քայլը հիմնադրամի Տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը, ինչի արդյունքում հանրային դաշտում ոչ ժամանակ եւ ոչ էլ տարածք կմնա կեղծիքների, բամբասանքների եւ ինտրիգների համար, ասվում է հրապարակման մեջ։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա, գործուղման կարգադրություն հրապարակվել է ազգային ժողովի կայքում։ Ըստ փաստաթղթի Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 Ստամբուլ կգործուղվի միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը եւ падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում միայն ԿՊԱ-ականներ են ընդգրկված, ընդդիմադիր падգամավորներ չկան։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաչյանը։ Այս մասին հայտնում է թանգարան ինստիտուտի մամուլի ծառայությունը։
Օրերս կայացել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը, ասված է հաղորդագրությունում։ Հրաչյա Թաշչյանը մարտի 11-ին ասել էր, որ ի նշանակումը օրերի հարց է։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հրացվել է իր ցուցումով։ Փաշինյանի խոսքով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին թանգարան այցի ժամանակ նվիրված գիրքն ինքը համարել է սադրիչ գործողություն եւ հորդորել է Գզոյանին ազատման դիմում գրել։ Մի խումբ ցեղասպանագետներ բաց նամակով մտահոգություն են հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու կապակցությամբ։ Ցեղասպանագետները նշել են, որ պաշտոնից նրա հարկադիր ազատումը սարսափեցնող ազդակ է ամբողջ աշխարհի գիտնականների եւ պատմաբանների համար։ Սա նրանց ցույց է տալիս, որ ինչ-ինչ դեպքերում հետաքննությունն ու ճշմարիտ հիշողությունը կարող են փոխարինվել դիվանագիտական հարմարավետությամբ։ Վահագն Խաչատուրյանը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նրա թեկնածությունը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը, ապա փակ գաղտնի քվեարկություն կանցկացվի։ Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանն այժմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր է եւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա 2003 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։ 2018-ից 19 թվականներին եղել է բարձր դատարանի աշխատակազմի ղեկավար։ Մարտի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 19:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Էդուարդի վարած Մերսեդես եւ 58-ամյա Արայիկ Թեյ վարած Օպել Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Թեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։